Եղբայրներ բոլորս ասենք Ես նստածները դες մտածում եմ արտավոր եմ բանկի ասել ձեզ Եղբայրներ մեր բոլորս նպատակը մեկ է Ինչքան որ կյանք ապրենք կարևոր Հիսուսին պետք է հանդիպենք Բոլորս նպատակը դա է Տեր Հիսուս ասեց Եթե արդարը դժվար է կրկնալ մեղավոր ամբարիշտ ինչ պետք է լինի Մենք մեր մասին պետք է մտածենք եղբայրներ Տարիներ անցնում են Մոտենում ենք Աստծուն ավելի թե հեռանում ենք Աստծուց Մտերմանում ենք Աստծու հետ թե ոչ դրա հակառակը Ես մի հատ դեպք պատմում ձեզ ես դա եղել է մեր Հակոբի խոր ժամանակ Ինչո՞ր երեց զավեր Եղել է հույն եղբայր, Կոստե եղբայր, հույն Աստուչան Ուր ապաշխարել է Բայց բացակայել է պաշտամունքից անմիջապես իմացել է որ հիվանդ է Նրանց հետ հիվանդ իրաց տան մեջ հիվանդ պարկած Աղոթք են անում, ժամանակ պարկերներ ուժեղ գործել ավելի Տեսնում են սովորաբար, որ ասենք դակաղը դրված Դակաղի մոտ կանգնած է սատանան Աղոթք են անում շարունակում, դեր ի՞նչն է պատճառը Դու ցույց ես տալիս, որ պետք է վերցնես, պետք է մահանա Բայց արգել կա Աղոթում են լեզուն բացվում է Կոստյայի Ասում են խոստովանվի ինչ կա Բա իրա կնոջից բաժանված եղել, խռով են իրար հետ, անհաշտ եղել Որ գնում են կնոջը կանչում, դիրում են, հաշտվում են Աղոթք են անում տեսնում, որ սատանան հեռացավ Տիրոջ հրեշտակը կանգնեց և այդպես մահանում է Հակոբ եղբայրը մի անգամ տեսեք ինչ տեսնում է հրեշտակների խումբ Մեկը դուրս է գալիս ասում է Հակոբ եղբայր, ես Կոստե եղբայր Շարացել է փրկուչար Մեր հրար եղբայրը ննջելուց հետո աստեքուրի գնովքի գտեմ էր Տեսեք տեսնող է ձեր հակին տարին ննջելինքը Էր հրադին կնոջ կենին Հրադին տեսել եմ այից հետո Հրադը մի բանը 3 անգամ կրկնել է Զարմանում եմ Աստծո ողորմության վրա 3 անգամ է կրկնել Զարմանում եմ Աստծո ողորմության վրա Մենք էլ պետք է զարմանանք Որովհետև մեր արժանիքներով չէ որ պետք է մեկ մտեք երկրայտրական չէ Իրենք շրոք Գնահատեք Աստծո սեր Գնահատեք եղբայրներ Ես նստած եմ մտածում եմ կա ժամանակ որ կգնա Բոլորիդ էլ կարողանանք տեսնել երկնային արքայության մեջ եղբայրներ Թող մեկը դուրս չմնա Մեկ եկեք աղոթք կանենք հետո շարունակենք Կարդում եմ ինձ համար է բոլորիս համար Շատ ծանոթ համարներ են եղբայրներ Քրիստոսով եղբայրներ Շատ ծանոթ համար է բոլորիս համար Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 16 խոսքը 4-րդ գլուխ 16 խոսքից Զգուշացիր խանձիդ հետո ասում է վարդապետությանը ու միշտ ատոնց մեջ գեցիր քանզի այսպես անելով քեզ զարկ պիտի ապրեցնես ու զանոն կար որոնք քեզ մտի կնեն Ուրակ դուք նայեք տեսեք ինչ ասում զգուշացիր ասում առաջերտին խանձիդ Առաջի երթին կարևորը, որ անձի նկատմամբ զգուշ է Նոր շարունակություն ասում է վարդապետությանը ու միշտ գրված է ասունցի մեջ կեցիր, միշտ այսինքն դրանից ոչ աչ, ոչ զավ չխոտորվես, միշտ դրանց մեջ կեցիր Քանզի այսպես անելով, այսպես անել, եթե այդպես անել ինձանից սկսած Քեզ ալ պիտի ապրեցնես ու զանում կա, որոնք քեզ մտի պիտի դնեն Այստեղ է նորի շարունակում արդ, քեզ պիտի ապրեցնես Ասենք քեզ համար օգուտ կլինի, քեզ համար փրկություն կլինի Եվ զանոն կան, որոնք քեզի մտի կնեն եղբայրներ չեն Որոնք զանոն քեզի մտի կանեն Վերտականությունը շատ ճիշտ է գրված Հնարավոր է սովորաբար մարդիկ իրենց անձի նկատմամբ ուշադիր չեն Իրեն մտածում է սովորացնելու Բայց չի որ մենք էլ կարիք ունենք ինչպես եղբայրները սովորելու որդորեցին Մենք էլ կարիք ունենք սովորելու, կարիք ունենք խրատվելու Կարիք ունենք զգուշանալու եղբայրներ Եթե մի տեղ որ սովորաբար Աստծո խոսքը մատակարարում ես միշտ զգուշ եղիր քանզիդ Տեր Հիսուս ինչի համար ասեց Հետևյալ խոսքերը Ասեց հետևյալուս ասած որ ասենք զգուշ եղիր չի ասեք չլին ամբողջ աշխարհը շարես բայց քոնզդ կորցնես Ոնց հնարավոր ամբողջ աշխարհը շարել Դու կարող ես պատճառ դառնալ շատ մարդկանց փրկության համար հոգիների համար Բայց վերջերջո դու չփրկվես Դրա համար Տերն ասեց Իմ խնդրվածնից ես միշտ ուշադրություն դարձրեք Աստծո խոսքով որպեսզի մենք ճիշտ կյանք ապրենք
Մյուսը շարունակությունը։ Պետք է քարոզիչը բարձրացնել պետք է Աստծո արժե մաքուր լինի, ինչպես Տեր Հիսուս ասեց, վերստին ծնված լինի։ Եթե մեկը վերստին ծնված չի, նա ոչ արքայությունը կարող է մտնել, ոչ էլ տեսնել ինչ անգամ, տեսնել։ Եթե իրոք որ դա վերստին ծնված չի, ոնց կարող է մարդկանց փրկության ճանապարհ ցույց տալ։ Պետք է ինքը վերստին ծնված լինի, առաջինը։ Երկրորդը, սա գրված Հովանու 3:7-ում գիտեք, Նիկոդիմոսին որ ասեց, Հովանու 3:7-ը։ Մյուսը, Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 10 խոսքից, Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 10 խոսքից։ Ջանք անել, որ ինչ անել մեր կոչումը եւ ընտրությունը հաստատել։ Ինձ համար ջանք է պետք, որ մեր կոչումը եւ ընտրությունը հաստատել։ Այսպես անելով շարունակությունով է հիշում։ Նա պետք է չվրիպել։ Այսպես անելով պետք է չվրիպել։ Ուրեմն վրիպում են կա։ Եղբայրներ, դրա համար կա ջանք է պետք անել։ Ինչ կոչումի որ կանչել են մեզ, որպես ժառանգներ, որպես հայտնական կյանքի որդիներ, հրկված ժողովուրդ, տաղաքներ կամ աղջիկներ, այդ կոչումն է տրված մեզ։ Ձեր մեջ կա մեկը, որ Աստծո համար խորտ երեխա է, Աստված խորտ երեխա չունի, խորտ երեխա չունի։ Եթե հանգարց լսեք մի տեղ, որ սովորաբար կարող են ասել, որ ինչպես կա հասկացողություն, մարդը Սուրբ Հոգով մգրված է, բայց լեզու չունի, չի խոսում լեզուներ։ Երկրի աշխարհում համր երեխաներ կան, բայց Աստված համր երեխա չունի, որ մեկ ասի Սուրբ Հոգով մգրված են, բայց լեզու չեն խոսում, դες բան չկա։ Սուրբ Հոգով մգրվածության արտահայտումը, երբ որ լեզուներ է խոսում, Սուրբ Հոգին խոսում է առաջարկներով, եղբայրներ։ Աստված օգնի, որպեսզի ջանք անենք, որ մեր կոչումը հաստատենք, ընտրությունը հաստատենք, այո։ Մյուսը, առաջի Կորինթացիս 9-րդ գլուխ 20 խոսք, 27 խոսքի։ 9-րդ գլուխ, առաջի Կորինթացիս 9-րդ գլուխ 27 խոսքից, ուրիշների կարոզից հետո հանկարծ ինչ չլինեմ, ով է հիշում, որդերի չգտնի, որ նշանակում մարդը կարող է շատ մարդկանց քարոզել, շատ մարդկանց վկայել, բայց հետո վերջում խոտերի գտնվել, խոտերի։ Հուդայի թուղթը, որ կարդում ենք եղբայրներ ջան, դաշկիրը ինչ խորն է բացատրում Հուդայի թուղթը, առաջի գլուխ 12 խոսք, առաջի գլուխ 12 խոսքը, անջուր ամպեր, անպտուղ ծառներ, անջուր ամպեր, այսինքն ամպ է, բայց որաբար անձել չկա։ Հետո ինչ շարունակություն ինչ էր կարդացինք, անջուր ամպեր, հետո անպտուղ ծառ, ծառը կա, բայց պտուղ չկա, անձելը, ամպը կա, բայց անձել չկա։ Եղբայրներ ջան, հետի Հովհաննես Պողոս առաքյալի բացվել է խորը, իրոք որ այնպիսի հավատացյալ են բոլոր դարերները։ Թվում է թե հոգևոր է, թվում է թե ինձ ասած ասոմոտի մարդիկ են, բայց այդ մարմնավոր հավատացյալներ են։ Նրանցից անջուր ամպերից ինչ կարող են սպասել, ոչ մի բան չես կարող սպասել։ Անձել չկա, անձելի կարիք կա, բայց անձել չկա։ Ցույց է տալիս ամպերը, բայց անձել չկա եղբայրներ ջան։ Հուդայի թուղթը կարդացինք։ Երկրորդ Տիմոթեոս 3:5-ում։ Երկրորդ Տիմոթեոս 3:5, ունենալով աստվածապաշտչան կերպարանք, բայց նրա զորություն ուրացել։ Ունեն աստվածապաշտչան կերպարանք, ցույց են տալիս, որ հոգևոր մարդիկ են, բայց այստեղ ասում են նրա զորություն ուրացել։ Որտե զորությունը գրածը պակասել է, փչացել է, գրված է ուրացել, դրանք լրիվ ուրիշ բան է, ուրացել։ Մյուսը, Պողոս առաքյալը շատ է հարցում, շատ զգուշ եղել եղբայրներ ջան։ Սա գրված է փաստորեն առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 4-րդ խոսք, առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Երկրորդ գլուխ 4-րդ խոսքից, ինչ է դարձիր խոսքեր են սրան գրված ինձ բոլորիս համար, առաքյալի մասին հետևյալն ասում է, եւ իմ խոսքս, բոլոր դեպք գիտեք հիշեցնում ուղղակի, եւ քարոզությունս, խոսքս եւ քարոզությունս, ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով, դրանք եղել է հիմա էլ կա, մարդկային իմաստության համոզիչ խոսքերով, հապահոգում եւ զորության ապացույցով, որպեսզի ձեր հավատքը մարդոց իմաստությունով չլինի, սեվատին բացատրական է, որպեսզի ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, ապա Աստծո զորությամբ, ավելի մարդկային իմաստությամբ լինի կամ էլ Աստծո զորությամբ, եղբայրներ ջան, ինչքան Պողոս առաքյալը արտում եղել ժամանակին, որպեսզի այո խոսքը մարդկանց տանի իրոք որ աստվածային զորությանը, ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով։
Արդեն երեք այդ մասին ասեցի, դուք այդ մասին արդեն տեղակ եք գերեցիք միգուցե ձեզ մոտ բաների 12:3-ը 12:3-ում որ ասում է իմաստունները երկնքի հաստատության լույսի պես եւ անոնք որ շատերը արդարության կառաջնորդեն աստղերի պես պիտի փայլեն հավիտյան սարդենից եղբայրներ ջան մենք հաշված ենք որ բոլոր ժողովրդին արդարության, սրբության, մաքրության, աղոթքի կյանքի, ստոմաբարության կյանքի Աստծո խոսքի մտածած որ ապրելով Աստծո խոսքով նրանց պետք է դրանց առաջնորդենք։ Գիտեք, այս առաջնորդենք այս խոսքը իրոք որ մեզ համար կլինի։ Նրանք եղած աստղերի պես պետք է փայլեն հավիտյանը սարդենից աստղերի պես եղբայրներ ջան։ Ես եթե մենք չառաջնորդենք ժողովրդին արդարության, անարդարության, վերջի մոլորության, առաջնորդենք շեղումների վերջի ահավոր կլինի եղբայրներ։ Ահավոր է լինելու նրանց վերջ։ Աստված թողնի եղբայրներ ջան։ Ինչքան եղան մեր եկեղեցում, որոնք սովորաբար թողեցին, գնացին, մոլորվեցին, ուրիշ ուսմունքների եւ ուրիշ վարքագծությունների գնացին։ Նրանք իրենց համար պետք է պատասխան տան Տիրոջ առջև։ Եթե արդարություն ենք հարուզում, մենք մաքուր կյանք ապրենք, անարդարության մեջ ապրելու, որ մարդիկ ինչ անեն, եղբայրներ։ Տեսնեն վերջերջը, որ մենք ճիշտ կյանք ենք ապրում։ Եղբայրներ, կան դեպքեր, կան հոգևոր կյանքում, որ հոգևորը քարոզիչեն կյանքը չի ապրում, բայց մեծ բաներ է խոսում։ Ովքեր մոտիկ են, ովքեր գիտեն իր կյանքը, եղբայրներ ջան, նրանք իր խոսքը չեն կարող ընդունել, չեն կարող ընդունել։ Եբրայեցիս 12:15-ում գրված, Եբրայեցիս 12:19, Եբրայեցիս 12:15 խոսքից զգուշացեք չլինի, որ մեկը Աստծո շնորհքի հետ մնա։ Ուրեմն հնարավոր է, որ մի հատ հավատացյալ Աստծո շնորհքի մեջ բայց հնարավոր է հետ մնա։ Չլինի, որ դառնության արմատներն եւ շատերը բացի։ Ուրեմն Եբրայեցիս 12:15-ում զգուշացնում է, զգուշացեք, չլինի, որ մեկ Աստծո շնորհքի հետ մնա։ Չլինի, որ դառնության արմատներն եւ շատերը բացի։ Եղբայրներ ջան, շատ վտանգավոր բան է սա։ Ինչքան այլ լավ խոսքեր կա խրատական։ Իսկ Եբրայեցիս 4:1-ում գրած, Եբրայեցիս 4:1 խոսքը, Եբրայեցիս 4:1 խոսքը։ Ուրեմն ալ վախնանք, այսինքն վախ ունենանք, որ չլինի թե անոր հանգիստը մտնելու խոստմունքեն, որ մեզի մնացել է ձեզ մեկը զրկված գտնի։ Խոստմունքը կա, իրոք որ հնարավոր է մեկը զրկված գտնի, չհասնենք խոստմունքին, որ Աստված խոստացել է։ Նորից եմ կարդում, ուրեմն վախենանք, որ չլինի թե անոր հանգիստը մտնելու խոստմունքեն, որ մեզի մնացել, այսինքն տրված է մեզի, ու ձեզ մեկը հանգած ինչ լինի զրկված գտնի, այսինքն չարժանանա չլտնի։ Եղբայրը սովորաբար մեր եղբայրը որ կարդաց, եղբայրը կարդաց, ես մենք տեղը կարդամ Հեսու առաջի գլուխ 16 խոսքը։ Հեսու առաջի գլուխ 16 խոսքը։ Եղբայրը թրոցի կարդաց, բայց ես մենք մի փոքր անդրադառնանք Հեսու առաջի գլուխ 16 խոսքը։ Եվ անոնք Հեսուի պատասխան տվին ու ասացին. քո ամեն ուշադիր քո ամեն պատվիրանները պիտի հնենք, եւ որ մեզ ղրկես պիտի երթանք, պատվիրանները եւ որ ղրկես պիտի երթանք։ Ինչպես Մովսեսին հնազանդություն կենենք, այնպես ալ քեզի հնազանդություն պիտի հնենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզի հետ լինի, ինչպես Մովսեսի հետ էր։ Այսինքն մենք այս ժամանակ ես լսեմ, որ դու իրոք որ Աստծո խոսքը պետք է նորցնես, իրոք որ չմատակարարես, ինչպես ասել պատվիրանքներ, օրենքներ, դատաստաններ, այսինքն եթե սովորացնես, պետք է մենք ժամանակ քեզ հնազանդենք, ինչպես Մովսեսին, որ իմանանք, որ Աստված քեզ հետ է։ Աստված քեզ հետ է։ Դուք հիշում եք, որ եղբայրեցով էր Հովսեփի մասին, թե չգիտեմ ես ակնարկեց ինքը, Հովսեփի համար ինչ է գրած։ Այդ դժվարության մեջ ստրուկ լինելով գրված է Աստված Հովսեփի հետ։ Ինչ է դե մտածեք եղբայրներ, լավ ոնց հասկանանք, Աստված Հովսեփի հետ է, բարձ գրված է։ Հայրապետը տեսավ, ինքը հասկացավ, հետանոց մեկը, ինչից է որ ինքը հասկացավ, որ Աստված Հովսեփի հետ է։ Իր ամեն գործի մեջ օրհնություն կար, ամեն գործի մեջ իմաստություն կար։ Ձեր մտքով միգուցե չի անցել։ Հալա ոնց հասկանանք, որ Աստված Հովսեփի հետ էր, բայց կինը ինքին ուզում էր բացել, ուզում էր գցել նեղքի մեջ։ Ոնց հասկանանք դա։ Ուրեմն պետք է իմանալ, որ Աստված եկուս Աստված իր հետ էր,
Եթե Աստված մեզ հետ է, մեզ փորձություններ լինում են։ Դրանով պետք է երևա մեր հավատարմությունը։ Տերը դրա մեջ է թույլ տալիս։ Չէր կարող ոտը կոտրել, չէր կարող անկողին գցել, չէր կարող մերցնել, որ ինքը չմոտենա։ Գիտեք, քան անգամ համոզել, չի գրած։ Քան անգամ համոզել է, որ հետ ապրի, բայց պաստորին ինքը ասի ինչ ասելով, հիշում եք ինչ խոսք ասեց։ Ոչ թե համոզությունից է վախենում, որ ինքը դաժան մարդ է, դաժապետ վիզ խծնի։ Ես Աստծուց եմ վախենում, որ դու ամուսնու ես։ Մասուճան սկիզբը Տիրոջ երկրում։ Բանտին չէր, երևոս է դեպ, տեսան որը բանտապետը և իրա դրեց ոնց ասած, որպես ոնց ասած մոդոն հերոսում են մեր լեզվով զոնայող, եղբայր չան։ Ոսեք Աստված հետարքերի ճանապարհով տանար երկրորդ փառավոր դարձրեց։ Եթե մեր կյանքում անցնում են փորձություններով, դժվարություններով, հավատալին ենք մնում, արթուն ենք մնում եղբայրներ, Աստծո խոսքով ենք ապրում, եւ մեզ է պետք է արժանանացնի այն երկնային թագավորությունը, երկնային թագավորությունը Տերը մեզ է արժանացի։ Սովորաբար ինչքան որ հոգևոր եղել է եղբայր, գիտեք ինչ է, եղբայր հիմա չկա ճիշտ ասած, գիտեք ինչ է ասել։ Ասել ես այնքան զբաղված եմ հոգևոր ծառայության մեջ, որ ժամանակ չունեմ սուրբ գիրք արտահայտել։ Դուք հոժար եք նման արտահայտել չէ։ Գիտեմ որ հոժար չէ։ Ոնց հասկանալ։ Որ այնքան ես զբաղված եմ հոգևոր ծառայության, սուրբ գիրք արտահայտելու ժամանակ չունեմ։ Երբ մի հատ իրան հարցնես, իսկ դու հաց ուտելու ժամանակ ունենում ես, ոնց ինչքան վազում ես, բազավոր հաց ուտելու ժամանակ ունենա, կարող է որ 3 անգամ է։ Եղբայր դա արդեն անկում է դա, դա արդեն անկում է։ Ինչքան սովորաբար ծառայությունը շատանում է, այնքան ինչ է պետք շատանա, կարանք ասել։ Աղոթքի կյանքը պետք շատանա, Աստծո խոսքերի ծանոթությունը պետք շատանա։ Եղել է դեպքեր, անկեղծ եղբայրներ շատ կան, հիմա էլ կան։ Ասում են եղբայրներ ջան, խոսի, ասում են դատարկ է, ասի դատարկ է, եթե ամանը դատարկ է, պարինձը դատարկ է, ես շերեպը վրացեց ինչ պիտի, ձենքը կա, թե ինչ-որ երաշտության բանք անդուր ձենքը կա, դատարկ է, ինչքան դեպքեր կա հավատացել անկեղծ, ես բան չունեմ, ժամանակը չեմ ուզում, խլել ժողովրդից ու ոչինչ չէ տա, խլել ժողովրդից, մեր բանը Իվան Անտոնիչը չի դնցի պատմեցնել, գիտեք, որ կյանքի չի նման, նման է մեքենայի և մանավանդ, որ գեներատորը պետետվում է անդադար զարյատք է տալիս, ռեմենը կտրվեց, կա ժամանակ հետո մեկ հետո մեզ ակնտարև կամրավ, լույս չկա, պարերը չեն բարը, մեքենան կամրավ։ Այդպես էր ասում հավատացյալ, դեպքիք այդ անդադության մեջ է, անդադ զորություն կկա, անդադ լեցունություն կկա, անդադ կլեցի, ինչպես ասեք, ակումուլյատորը ստանում գեներատորից հոսակեսանան և լեցվում է, այդպես է հոգևոր կյանք է։ Դրա համար թող Աստված օգնի եղբայրներ ջան, որպեսզի չլինեն ամեն նրանք, որոնք քայլեցին, բայց կորցրեցին կապը, հաղորդակցությունը, նտերմությունը Տիրոջ հետ եղբայր ջան, արդեն ժամանակ խրատը չընդունեցին և այդպես ընկան իրանք։ Քիչ չեն եղել։ Աստված օգնի եղբայրներ ջան, Աստված օգնի բոլորիս։ Քարոզիչը ինչ-որ Տիրոջ խոսքի համաձայն պետք է Տիրոջից օգնություն ստանա, որ արդյունքը մեծ լինի, ինչպես Տեր Հիսուս ասեց, գործ կարակելուց հիշում եք, առաջի գլուխ 8 խոսքից, հիշում եք ինչ ասեց, գործ կարակելուց առաջի գլուխ 8 խոսքից, Ոգոս Սուրբ Ոգին ձեր լայված ատենը զորություն պետք է առնեք, առանց զորության որ պետք է գնալ, դա փորձեին առանց Սուրբ Ոգու մկրտության, առանց Սուրբ Ոգու, առանց զորության գնալ ծառայություն անել, ինչպես ժամանակին Տեր հրաման է տվել, մի բան ստացվել եղբայրներ հարց են տալիս, ոչ մի բան չի լինի, լավ բան երբեք չի լինի, ուրտություն չի լինի, մարդիկ չեն կարող փոխվել, բայց սպասեցին Տիրոջ խոսքի համաձայն, Սուրբ Ոգին եկավ իրանց վրա։ Եղբայրներ, մենք բոլորս Սուրբ Ոգու մկրտված ենք, բայց խոստովանում ենք ինձանից չունենք այդ լեզունությունը։ Դա համար շատ անգամ ասում են եղբայրներ, ովքեր երկար խոսում են, շատ երկար են խոսում։ Ամենաշատը 20-25 րոպե եղբայրներ չան։ Երկար խոսում են, շարունակում դրանք թվում է իրար լեզունություն ունեն։ Բայց եղբայրներ այսպես չեն մտածում, չկա լեզունությունը։ Այս զորությունը չկա, մենք ժամանակին տեսել ենք անձնական կյանքում, եղբայրների կյանքում, որ այդ խոսքի ժամանակ մարդիկ սովորաբար լացել են, ողբացել են, արտասվել են, սղճացել են, մեղային եկել, նորադասները փոխվել են, եղբայրներ ապաշխարել են, եղբայրներ ջան, այս Սուրբ Ոգու գործն է։ Պետրոս առաքյալը հոգով սրբով լեցված էր, կատարված Պենտեկոստին։ Դիպիր հետ գնացեք տունը կարդացեք կամ ստեղ կարդացեք իր քարոզը։
Ամենը կես րոպե կարող ենք ասել այդ խոսքը որ կարում են, երևի կես րոպե էլ բան չէ։ Բայց ո՞նց է պետք է կարճ խոսեց 3000 մարդիկ ապաշխարեց։ Ոմանք թե ոմանք երկար խոսելով պետք է հաղթում կլինի։ Եղբայրներ եկեք հնազանդենք Աստծո խոսքին, նախանձավոր լինենք Սուրբ Հոգով լեցվել։ Սուրբ Հոգով լեցվել։ Եղբայրներ ջան, ինչ անենք, սպասենք տարիներ կանցնի, որ հետո երբ որ արդեն ձեռնափայտով ման կգան, հազի ման գալուց նորից մտածենք Սուրբ Հոգով պետք է լեցվել։ Եվ մանավանդ եղել եղբայրին ասեմ, եղբայրներ, հոգս արեք, որ եղբայրները սպասավորները շատանան, ոչ թե ինքան սպասենք միջև այդ եղբայրը ծերանա, փայտով ման գա, որ հետո ձեռնադրենք, մի տարի ապրի հետո գնա։ Որպես սպասավոր գնա երկինք։ Սպասավոր նրա համար երկինքի համար չեն ձեռնադրում։ Ձեռնադրում են ստերի համար, երկրային կյանքի, եկեղեցու ծառայելու համար է ձեռնադրություն։ Աստված օգնի դրական եկա եղբայրներ։ Այսօր ժամանակն է, որ մտածենք հոգով սրտով լեցվեց։ Եղբայրներ ջան, այդ քարոզը հիշու։ Ես հիշում եմ ժամանակին Ուկրաինայից, որ գալիս են եղբայրներից։ Եղբայրները ոնց որ ասեն ժողովրդին ոնց ասած նայելով իրանց խոսքը, քարոզը շատ ազդեցիկ է եղբայրներ։ Տարինում որ արդյունություն եղավ որ լսվում, բապտիստական եկեղեցի բռնկվեր պետրոստներ իրանց Սուրբ Հոգով մկրտված չէին։ Երկու հովիվներ եկան Հայաստան։ Եվ Ռուսաստան տարբեր տեղում եղբայրները հրավակները հրավիրեցին։ Նրանց խոսքը զորություն ուներ եղբայրներ։ Խոսքը հաստատում է նշաններով հրաշքներով։ Այսօր դրա կարիքը կա եղբայրներ։ Եկեք մտածենք այդ մասին, խնդրում եմ ձեզ, նախանձավոր եղեք։ Մի հատ անդամարից որ բուժվի, ինչքան մեծ շարժ առաջանա։ Եղեք այդպես քարտափել կան։ Իրանց հիվանդներ եք բերեք, ասեք, այդ անդամարիցը որտեղ է։ Վերջես կույրը կաղը, վերջեջը քարեց։ Բերել եք որ մեր հիվանդին եք։ Ժամանակ բռնկվեց արդյունություն, իրանց միջոցով հիշում եք կորեստերում է, չէ՞ կորեստերում որ հավաքում են կորեստին, թե դա վերլիչ բանում, եղբայրները քիչին։ Եղբայր ջան, այնտեղ հատեն, ինչքան հիվանդներ են գնում այնտեղ։ Այդ բանը լատվային, որ ասեք այդ օրևեսնում որ եղավ բան, ինչքան հիվանդներ, փայտերը թողնում են, անտամարուզները։ Եղբայր ջան, ոչ թե միայն պենտեկոստերը հրաշալիքներ եղան։ Աստված օգնել դուրը դուրից մտածել։ Երբ որ Հայաստան մարդկությունը բռնկվի, ինչպես շատ հնդիկներ եկավ աշխարհին, վերջեջով ասենք, սպասիներ կապ աշխարհին, Ղարաբաղից էր ժողովրդին։ Եղբայրներ պատակը ոչ բան չկա, գիտեք, նրա ազգին Աստված սիրում, Աստված շատ է սիրում։ Այդ Ղարաբաղի ժողովուրդը, որ թողեցին ամեն բան, հիմա որ հարցնես իրանց մտքով ծերով չգրանցնի, ո՞նց հնարավոր է, ո՞նց կարող ենք իսկան բան ծերով, իսկան բան թողնել։ Վերջի ժամանակն որ աղոթք են կանում, տեսիքների խմբում, ասեց այդ ժողովուրդը հպարտ ժողովուրդ են, հպարտ։ Այո, Աստված այդ հպարտությունը գիտի ոնց կոտրեր։ Եվ բերել է որպես ապաշխարի։ Ովքեր գալիս են Ղարաբաղի ամիսնի անգամ որ լինում է, եղբայր ջան, իրանց բարեկամներից են ապաշխարում, այդտեղ բերում են եղբայր ջան։ Աստված ծրագիր ունի։ Նա գիտի մարդկային հպարտությունը ոնց կոտրել, ոնց ապաշխարել բարձիկան։ Բոլորս են նախանձավոր են, համաձայն եք եղբայրներ։ Մյուսը Նոյին ինչի համար ասում են արտադրության քարոզիչ։ Նոյի արտադրության քարոզիչ էր։ Ոչ թե միայն արտադրություն էր քարոզում, ինք արտար կյանք էր ապրում։ Արտար կյանք, եղբայրներ։ Եթե սովորաբար մեր շենքում ժամանակ որ ապրում էի, մեկը կար, մյուս պատեզում նա տղամարդ կար։ Մեկը հանկարծ ես տեսնում էր, բարձր ձայնով, առավոտ էր հանկարծ կանում, բարձր ձայնով ասում էր, աշխարհի ամեն արտար մարդը դու ես, բայց ասում եմ երկրորդը ես եմ։ Չիմաչա աշխարհը։ Նույն արտադրության քարոզիչը որտեղ արտար կյանք է ապրում։ Արկեշտության մասին էլ խոսում եմ, մի դեպք որը կատարվավ դուք գիտեք, առաջի գիրք մնացորդած 19:5, առաջի գիրք մնացորդած 19:5։ Հիշում եք, որ Դավիթը Ամնոնի համար որ մտերմություն կար Ամնոն թագավորի հետ։ Քանաններին ուղարկեց, որպես ինչ անեն, մխիթարեն իր ընտանիքը, երեխաներ կային, աղբերներ միգուցե կար։ Սրանք էլ իրոք որ սարք չար սիրտ ունեին, կասկածեցին, որ սրանք եկել են դա տեսել համար։ Ինչ արեցին, անարգեցին քարոզին, հիշում եք ինչ արեցին, բուրուկները կտրեցին, անտեսների միջև նստատեղը կտրին, շատ անարգալից վիճակ է։ Հարց են ուզում տալ, քանանները մաքուր են, թե մաքուր չեն։ Իրանց համար գրված է, որ իրանք մեղքի մեջ են, իրանք շեղված էին և իրանք հեռացել, դες բան չկա դրանց։
եղբայրը մաքուր կանաների, բայց մաքուր լինելով կարող են այդ վիճակով կամ մեր ժողովրդի նորից իրանց աշխատանքը ծառայություն անել, կարող են, ընդունել ժողովուրդը, չեն ընդունել, այդ հանդեսների պատճառով, մունուկի պատճառով չեն կարող ընդունել, նույնպես էլ կան դեպքեր սովորաբար մեկը վրա, ոչ պարկեշտերի, որ ասում են, մեր լեզվով ասում են շլոփ հլոփ, վերջը, ընես հագնված է, էլ մավետարան է քարոզում, կամ եղբայրն ասեց կաշտևով եղբայրը չան, և դրա համար կարող հոգիներ կան, որ ժողովուրդ չեն ընդունում, ես շատ տարիներ առաջ եղել եմ միտեղ ամար ժամանակ էր, ընդամենը Սարոշկայից բանը մի հատ երևս է ծարել է, եկել քարոզի ժամանակ անկեղծ ասած, քարոզ ժամանակ մեջից ամրանկություն առաջացավ, մի կողմից խոսում են, ձեր ավետան ձերքը, մի կողմից կոչկեց ես, վերջին հատ եղբայր մոտեցավ, ջրով կրված եղբայրներ, նոր չէ, ասեց ես քո խոսքը չի կարող ընդունել, հենց դզեցիր, ծարեցիր, ես այդ խոսքը ընդունեցի, կան խշմտանքի կապված կան բանի, պատական չէ, դեպ օրինակը բերեցի կանաների, եղբայրներ ջան, Իրանը թե նրանց, որոնց Աստված օգտագործել է, մինչև հավատարիմ մնան, մաքուր մնան, բայց Տերը չի ուզում ասած, որ կեսից կորցնել օրհնությունը, ինչպես Սամսոն, եթե Սամսոնը հավատարիմ մաքուր մնար, չգնար Դանիելային, վերջեջով, միջև վերջը պետք է պատերազմը իրան էր, հաղթությունը իրան էր, Իսրայելին էր, իր միջոցով Իսրայելը հաղթություն է ձեռք, ոչ մեկը չէ կարող մի հատ վնասել, բայց կորցրեց եղբայրներ, եւ ծնողներ ասում են մեր ժողովրդի մեջ մի աղջիկներ չկան, քեզիկին, իմ աչքերին հաճելի է, մարդը տեսնում է կատակում է, մարմնի ջրակը աչքն է, մարմնի ջրակը ոտքը չի, ձեռքը չի աչքն է, աշկը տեսնում որ շնանում է, աշկը տեսնում որ հապորում է, ինչպես սատանան խապեց իրան ասեց իմ աչքերին հաճելի, այդպես իր աչքերը համերգվեց են, ջաղացի քարին շրծեն են դիախա, ինքը ուրիշ բան չէր կարող, եղբայրներ ջան, շատեր եղան կորցրեցին Տիրոջ օրհնությունը, տերությունը, հպարտացան, վերագրեցին իրանց դրա համար կորցրեցին, Տերը պարտավոր է միջև վերջ նրանց օգտագործել, որոնք ունենան հայտություն, ունենան մարգարեություն, միջև վերջ օգուտ լիներ շինություն եկեղեցու, բայց հպարտացան թողեցին, վերջ թողեցին եկեղեցին եղբայրներ ջան, Աստված բարի ու ման արեց։ Իսկ Առաքյալը գրում է 2 Տիմոթեոս 2:20, ինչ է գրված, սակայն մեծ տանը մեջ, մեծ տունը ինչ բում տուն է, ասոտուն է, ինչ է գրած շատ անոտներ կան, շատ անոտներ, կավ անոտներ պատվական անոտներ են կան անոտներ, ու շարունակությունը կարդում եք, չէ, եթե մեկ իրանձը, եթե մեկ ով կլինի, եթե մեկ իրանձը հասպիսի բաներից մաքրի, նա պատվական անոտ պիտի սրբված Տիրոջը պիտանի բարի գործի, ինչքան մեր անոնոտը մաքուր եղավ, այնքան ողջություն կլինի մեր կյանքում, Տերը կօգտագործի։ Այդ ամեջ էլ անոտներ կան, պատվանոտները գիտեք որտեղ են դնում, իսկ անարգանքան անոտ որն է, Զիբիլի Վեդոն են անոտ է, բայց անարգանքի անոտ է եղբայրներ ջան, Տերը միշտ բոլոր դարերում օգտագործել է մաքուրին։ Ես հիշում եմ Կոստա եղբայր ովքեր ասացել են Քիշինովից է եկել, Մոլդովայի, հետո գնաց Ամերիկա, մեծ ընտանիք էր, որ եկել էստեղ Հայաստանում, դիտարկել մեր Դավիթ եղբոր հետ ենք, Դավիթ եղբորները վաղ ավակ է եղբայրներ։ Մի քույրիկ հիմար աղոտ կարեցին, այդ քույրիկը ննջել է, ծածուկ հոգ զրեցին, ասին Տեր Հիսուս ջան, ես քույրիկին դու ես օգտագործում Տեր չի, համար դա անոտ է, դա անոտ չի, քո կողմից է իրանում, իմ են տեսիկները, իմ են խոսքեր վիճակը, ոչ մի բանից բանը տեղակ չէր Կոստա եղբայրը, երկուսով ծածուկ հոսներին ասեց, տեսան մի անոտ, շատ դիպուկ էր, այդ անոտը Տիրոջից էր, այդ անոտի մեջ որ կար, ասած ինչ որ կար, ելի Տիրոջից էր երկնային բան, երկնքից էր լցված, որ տար ժողովրդի, բայց անոտների պրոշների վրա մի քիչ անմաքուր բան կար, մի քիչ, ասում է որ դա իր մաքրի ավելի ակնի, որտեղ մարդիկ որ օգտագործում են դա, խմում են դա, այդ պրոշների վրա եղած անմաքուր բաները դրա հետ կետա իրանց ներս, այսինքն մարդկայինը կամ ինչ որ են բաները, որը պետք է շիրկվեր, եղբայրներ ջան։ Տերը ուզում է որպես մենք ամբողջովին մաքուր լինենք, ու Տերը մաքուրին անպայման օգտագործի օգնի։ Ժողովրդի օգուտի համար, շինության համար, խրատի համար, արտության համար, եղբայրներ ջան, վիճակները բացելու համար, մեղքը բացահայտելու համար։ Այստեղ պետք է մենք նախանձավոր լինենք, որ գործի Տիրոջ շնորհքները պարգևելու եղբայրներ։ Ծածուկ բաներ, մեր Սարգիս եղբայրը ջան, ովքեր եղել ժամանակ, որ ինքը լսել է, որ
Այդ կոմունիստի ժամանակ, որ Ռուսաստանում, դե միշտ եղել է Ռուսաստան, Ուկրաին նարկարություններ, դուք գիտեք Նավարոկ եղբայրը ուներ, ինքն է պարգև ուներ, վերջերս մահացավ ինքը, Նավարոկ եղբայր Ուկրաինայի։ Եղբայրը ջան, եղել ասենք, որ ասած տերը դիպուկ բաները բացակել, մարդկանց մեղքեր ընկել են ողբարով, ծխոս տվանվել։ Սարգիս եղբայրը մի ամիտ եղբայր ասում, եղբայրներ ջան, ժողովուրդ ջան, եկեք կան ասում փառք տանք, որ մեր մեջ մարտկալե չկա, թե չէ հայտարարք կնենք մեր վիճակները բացակել։ Իր հասկացավ ջան, որ մեզ դեպքեր են հայտնի կամ հայտարարքել ժողովուրդ։ Աստված եղբայր ջան։ Հիմա ուսը գնացող հիշում եք, մարդիկ որ գնում են, դիտարկել ինչ են վկայում Հիսուսի մասին։ Իսկ ժողովուրդը մեր մասին ինչ է վկայում։ Սա գրված է Ղուկաս 24:19։ Ղուկաս 24:15 խոսքը։ Հիմա ասի ճանապարհին գնացողն եւ Տեր Հիսուսի համար ասում են. Աստծո եւ բոլոր ժողովրդի առջեւ Աստծո նորից են կրկնում եւ բոլոր ժողովրդի առջեւ գործով ուշադիր եղեք ու խոսքով զորավոր մարգարեն եղավ։ Նորից եմ ասում, գործով, խոսքով զորավոր մարգարեն եղավ։ Տեր Հիսուսի համար տեսեք ինչ վկայություն տվեցին։ Աստված օգնի։ Մյուսը եղբայր ջան, սա էլ են պարտավոր հորդորել ձեզի։ Ինքս գուշ պետք է լինենք։ Եթե սովորաբար մի բանի համար, որ մենք ժողովրդի առջև կանգնում ենք, երբեք չասենք, եթե համոզված չես դու, Տիրոջ անունով սուրբ կլինի։ Քարոզի ժամանակ կարող ասել, ես ես քարոզը Սուրբ Հոգուց եմ առել, անձամբ Տիրոջից եմ ստացել, անձամբ երկինքից եմ ստացել, Սուրբ Հոգին ինձ հայտնեց, որ այս մասին պետք է քարոզել։ Եթե Սուրբ Հոգու չի, մենք ստախոս կնենք եղբայրներ, ես ինչ եմ անում ուզում ասող խոսքով հիմնել, գրեք ձեզ, Ծննդոց 27:20, Ծննդոց 27:20, Ծննդոց 27:20 խոսքից։ Ինչ ասեց Հակոբը Իսահակին իր հորը, եւ որ սովորաբար ասեց բանին, որ գնա խորտիներ պատրաստի Եսավին, հիշում եք, բայց իրանք ոչխարներ ունեն, այծեր ունեն, գուլեր ունեն, բայց որ բանը, վայրի որսը եւ ավելի համեղն է, որ դրա համար ասեց գնա նա որսը խփի, խորտիներ պատրաստի։ Վայր իմանալով Հակոբին կանչեց, ասեց ես գնամ ուր Մորթեն տանին տարկերսա, որ օգնությունը ստանաս։ Ասեց մայր, ասեց, բա որ ինք հանկարծ իմանա, որ ես Հակոբն եմ, ասեց, անեց ինձ, ասեց, դե տանից խթոյի վրա կա։ Բայց ինչ կատարվեց, ուշադիր եղեք։ Երբ որ բերեց խորտիկները, ինչ ասեց Իսահակը։ Ասեց, ո՞նց եղավ, որդիակ եմ, այդքան շուտ։ Քո Տեր Աստվածը ինձ հաջողեց շուտ որսացի։ Բայց այդպես է արդյոք։ Տեսեք, քո Տեր Աստվածը ինձ շուտ հաջողեց այդ որսը որսացի, բերեցի քեզ խորտիներ պատրաստեցի, Աստծո սուրբ խոսեց։ Նույն բանը հնարավոր է մեզ էլ լինի։ Ես Աստծուց եմ առել, Աստված ինձ հայտնեց, բայց այդ հնարավոր է չէ։ Միշտ զգուշություն արեք եղբայրեր։ Ինչպես գրված է, չէ՞ ոմանք գնում են մարգարություն անում են, ասում են Տիրոջ անունով է մարգարացել, բայց Տիրոջ չի ղրկել։ Տիրոջ չի ղրկել, բայց նրանք մարգարանում են կամ տեսեք դեր տեսնան։ Մյուսը Հայտուճան 22:18 գրած է։ 22:18 Հայտուճան 22:18 այս գրքի մարգարոջան խոսքերը նրա վրա գրված է մարգարոջան խոսքերը, գրքի մարգարոջան խոսքերը նրա վրա ոչ ավելացնել է պետք ոչ պակասացնել։ Եղբայրներ ջան, զգուշ պետք է լինեք։ Որպես Աստծո խոսքը մատակարարող սպասավոր եղբայրներ, մի բան խնդրեմ ձեզ։ Եթե մի բանը սովորաբար հոգու չի բերում, դրա վրա երբեք պետք չի ոչ անդրադառնա, ոչ էլ ինչ-որ վիճաբանություն անել։ Ոնց որ եղել է դեպք ասում են, այն ոգը Սամվելին ոնց անեց երկրին դերքում, Սամվելը ինչ գործում է, այլմատ մեր ինչ գործում է։ Դրանով ինչ օգուտ կլինի մեզի։ Մենք դրանով սրբանանք, կմաքրվենք, Տիրոջը կմոտենանք, ինչ որ մի բան առաջանա չի։ Այն բաները, որը մեր գաղափարից վեր է, դրա վրա ընդհանրապես մի անդրադարձեք։ Երբեք դրա վրա մի կանգնեք, եղբայր ջան, ինչ որ գրված է պարտքեշտությամբ, մաքրությամբ, տեսակությամբ, նախանձարարությամբ վերջի մասին խորհուրդ Աստված ձեզ հետ դիմի։ Դա կլինի անմտություն մեր կողմից։ Ունակ եղել է դեպք, 3 հատ տղամարդին իրանց մաման հիվանդ էր գյուղում։ Վերջ գնաց ասին դա գնանք ապանք, քորից ասին գնանք խոք մեկ չի բանան, խոսենք աղոտ կանենք։ Մի հատ հարց տվեց, ես ասի բան ինձ բացված չի։ Եդ տղաներից մեկ, իր տղաներից մեկն ասեց, մամուկա եղբայր, ես առաջ անգամ հանդիպեցի քեզի, որ դա ասեց ինձ բացված չի։
Այդպես մեկը չի եղել, որ հանկարծ ինչ-որտեղ չմեկնաբանի։ Կարող է մեկնաբանի, որ տակից դուրս գա, նա սխալ բան ասի կամ ինչ-որ մի բան եկավ ու դուրս գա։ Որ բացված չի չան, ամոթ բան չի։ Եղել եկան ասում, գնացի Պավել եղբոր հարցեք, գնացի Սան հարցեք։ Եղբայրան, ամոթ բան չի, բայց զգուշ պետք է լինի, մենք ումից ոչ մեկից լավը չենք եղբայրներ։ Զգուշ եղեք, մի ավելացեք, մի պակասացրեք։ Դրա համար պետք է դատապարտություն կրենք եղբայրներ չէ։ Աստծուց երկյուղ ունենանք։ Ես կան է բացվել, այդքան յուրչը պարտվել եք։ Վերջի խոսքը Հռոմացից 16:17-ը։ Հռոմացից 16:17-ը, 16:17 խոսքից։ Աղաչեմ ձեզ եղբայրներ, որ գիտեք այնպիսներ, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս ինչին անում հեծվածողություն անում։ Վերևում երևավորի կգրվի մանրամասը, Հռոմացից 16:17-ը։ Աղաչեմ ձեզ եղբայրներ, աղաչում եմ առակը, որ գիտեք, որ այնպիսները, որոնք ձեր սովորած վարդապետություն դուրս հեծվածողություն անում։ Հեծվածողություն, ինչքան այսօր այդպիսի բաներ կան։ Շատ երևում եղբայրներ չան։ Նայեք տեսեք, մենակ վերցնես մկրտությունը, չէ՞։ Ջրի մկրտությունը, դա գիտերեր կամ ծածած գիտեք, ինչ ոնց է մկրտում։ Կամ որ սովորաբար ոնց որ ասենք մեր մոտ մկրտում են, դա բնական է, որ այդպես պետք է։ Կամ այդ մկրտությունը ասում են սուխոյ մկրտություն, գիտեք ո՞րն է սուխոյ։ Ավազի տանում են, մի քիչ ավազի թաղում են ավազի մեջ, վերցնում անում են դա կոչում է սուխոյ, չէ ավազի մկրտություն անում։ Կա սուխոյ, որ ասենք ամենեցնում են բեմի վրա առանց ջրի։ Վերջեջով ասենք են հանում մկրտում են քեզ հանում հոր, որ դու սուխոյ կանում, բայց ջուր չկա։ Կա բրիզ մկրտություն, կրշա ջուրեն լցնեն կա, ծրտում է վերեն, անձեզի արդեն մկրտեցին։ Դες մկրտություն ընդունում է, թե չի։ Միշտ տեսել եք ներեն է թաղել ես մտյոծացած բանան է տանեն, վերջեջով ասենք ինչ անեն, բրիզ գոտեցին, ջուրեն լցեն, կամ ավազը մի քիչ ծածկեն, ասեն թաղում եղա։ Կամ օլայն եղան, ինքան բաներ տեսնենք, ինքան բաներ լսենք, ինքան բաներ։ Ենի բաներ խնդրենք, զգուշ եղեք։ Ես չեմ ասում, որ երեքրի համար գիտեք, ինչպես հոգեբանի չեմ կան։ Խնդրում եմ ուղղակի ուշադիր եղեք։ Մտածում եմ, եթե սպասավոր եմ, ես նշանակում եմ ասած շեֆ եմ կամ ինչ-որ ես ինչ ղեկավար եմ, եղբայր նշան այդպես չի։ Այդպես չի եղբայր։ Աստված օգնի, ոնց ասած, որ ամեն մի սպասավոր պետք է լինի Աստծո ծառան։ Մի հատ հին հավատացյալ, ամենասկզբնական հավատալ, միջեմալ եկեղեցում չի, հապարով վիճակում է։ Մայիս եղբորով է իշում, մայիս եղբարս, տեցի մայիսին, տեցի, սակավակ եղբարս, ծերեթերում էր ապրում, մահացել էր։ Եկան վերջեր թաղումից է իրանց շտուն է, դիվակ տներում են հացեդնում։ Իջին եք էդ եղբարնից ինչ ասին, սենց էր խոսալից մի քիչ լարված էր խոսում, համիկ եղբար, մանկո եղբարս ինչ եղե, անուն չեն տալիս, դու քեզ անես պտի պահես, ժողովուրդը քեզ տեսնելուց ամենը նա պահի ճեղք մտնի, բախից է, ասեցիք տաշին, հակարակ ես են ձինձինես նորի պահին, ովքեր ոտել են ճեղքը, դուրս կա չիքից։ Կաղապար հասկացողությունը, եղբարներ բտանքիս է, բտանքիս գուշ եղեք, որ ժողովուրդը ձեր չպարտեսի։ Շատ բտանքավոր է սա, հպարտությունը շատ սահավոր կողան մարդկանց կորիսներ, հպարտության պատճառը շատերի ներողություն կա։ Եղբարներ Աստծո ձեր գիտակին շատ խոնարհեք, Աստված ինքն է բարձրացնում։ Եղավ Տերը ձեզ շատ օգնի։ Շնորհակալ ենք եղբայրների քարոզները, որ ընդունում եք լսել, լսում եք։ Քանի որ Աստված օգնի, որ լսելական չտվել մեզ, միջև վերջ լսենք, մեզ համար շատ օգուտ է եւ դրանք շատ վիտամին են, բոլոր եղբայրների խոսքը քարոզները որ դու։ Եղավ Տերը ձեզ շատ օգնի եղբայրների, եկան եք աղոթքի ժամանակ։